2 ամսով կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը։ 1 ամսով կալանավորվեց Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգինը։ Արամ քահանա։ Լավ ես Հուդա։ Լավ ես մատնիչ։ Չնայած գիտես, քեզ ոչ Հուդա կարելի ասել, ոչ մատնիչ։ Հուդան 12 աշակերտներից մեկն էր։ Դու ով ես։ Փալաս։ Դու ով ես։ Ոչ մեկ։ Դու ուղակի մանր վաճառական ես։ Մանր վաճառական։ 3 ՔՊ падգամավորներից մեկը մետ Արման Եղոյան կա։ Թե բա ինչի եք Օծված քահանային ասում Հուդա եւ այլն, ուրեմն լսի Արման Եղոյան, խլուպիկ։ Այդ 2018 թվին, որ հոգևորականներին բան էին անում, վեապարին քաշքշում էին գնդեվանքում, այդ որ եկել էին այդ բաները, բրդուջակերները լսվել էին վեհարան, այդ ձայնը դուր էր բա, հա՞։ Այդ ուրա ձայնդ, այդ որ Օծված քահանային Միքայել Սրբազանին ինչ ասես ասում էին եպիսկոպոսին, արքեպիսկոպոսին, Բագրատ Սրբազանին ինչ ասես ասում էին, օծում չունեն իրանք։ Թե բռնել եք մի հատ Արամ, դրան Տեր էլ պետք չի ասել արդեն։ Դա դրան Հուդա էլ պետք չի ասել, ոչ էլ մատնիչա պետք ասել։ Դրան պետք է ասել Եվնուխ Արամը, որովհետև բանը պալատական Եվնուխի հոտ է գալի դրանից արդեն։ Լավ ես գում քեզ, թեմի առաջնորդին կալանավորեցին, Արագածոտնի թեմը անտեր թողեցին, Տավուշի թեմը անտեր թողեցին, Շիրակի թեմը անտեր թողեցին։ Էս սրան ես ուզում հասնես։ Դու հոգեբանորեն լղճված ես լինելու։ Քահանաներին կալանավորել են, ոչ մի սարգսակ, ոչ որևէ մեկը չի գալու հետդ պատարակի մասնակցի։ Դու քեզ ճնշված ես գալու, դու հոգեբանորեն սատկած ես լինելու։ Դա քեզ ես խոստանում եմ։ Եվնուխ